Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, Հայաստան կուսակցությունների դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ արձանագրել են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Ուժեղ Հայաստան դաշինքը, Հայաստան կուսակցությունների դաշինքը, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես եւ ազգային ժողովրդական բևեռ կուսակցությունները հայտնաբերել են 5 խոշոր ընտրախախտումներ եւ չեն ընդունում ընտրությունների վերջնական արդյունքները։ Նշված ուժերը ստորագրելով այս հայտարարության տակ հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի վրա։ Մենք շարունակելու ենք գործել բացառապես սահմանադրության, օրենքների եւ ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում, պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտության իրավունքը եւ Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։ Մեր ապագա որոշումներում եւ գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից եւ իհարկե տեր կանգնելու յուրաքանչյուր քվեին, որը տրվել է մեզ եւ արձանագրելու ենք, որ այս մարդիկ, այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում, ինչքան էլ կեղծիկ արել են, չեն հաղթել։ Հայտարարությունից րոպեներ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր մեջբերում քվեարկությունների արդյունքներն անբավետ ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով։ Ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները, դուք դեռ երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին։ Այսպես է սպառնացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին։ Այս տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո հայտնի է դարձել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները թույլ չեն տվել լքել Հայաստանի տարածքը Զվարթնոց օդանավակայանում։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել են, որ նախագահը երրորդի այցով մեկնում էր Հայաստանից։ Այցը կրում էր անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր եւ հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, նպատակ ունենալով կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Նախաձեռնության հիմնական նպատակն է հնարավորություն ստեղծել այցելելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալներին, գնահատել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը, ինչպես նաև փոխանցել ընտանիքների կողմից ուղարկված նամակներն ու լուսանկարները։ Վերոնիկա Զոնաբենդը ընդգծել է, որ 2023 թվականի սեպտեմբերից Ռուբեն Վարդանյանն Եվս 18 հայ բանտարկյալներ զրկված են հարազատների հետ կապից, իսկ միջազգային մեխանիզմները, այդ թվում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի փակումից հետո գործնականում չեն աշխատում։ Նա նշել է, որ հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են մարդասիրական կապից, իսկ պաշտոնական այցերի ընթացքում խնդիրը հաճախ դուրս է մնում օրակարգից։ Զոնաբենդը դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, խնդրելով աջակցել պատվիրակության այցին, պաշտոնական հանդիպումներին եւ Ումբակի քերակատարողական հիմնարկում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն։ Многие современные политики Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը 10-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության վերաբերյալ, նշելով, որ երկրի ղեկավարության կողմից միայն արևմուտքի աջակցության վրա հույս դնելը սխալ քայլ կլինի։ Նարիշկինի խոսքով նման քաղաքականությունը կարող է բարդացնել երկրի ներսում ստեղծված իրավիճակը եւ տնտեսական զարգացման գործում լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել։ Այս հայտարարությունը հնչում է Հայաստանի կողմից Եվրամիության
միության ինտեգրվելու հանձնառության ֆոնին։ 2025 թվականի մարտին մեր երկրի խորհրդարանը ընդունեց օրենք, որով մեկնարկել է ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը նպատակ չունի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից եւ ձգտում է հնարավորինս երկար համատեղել անդամակցությունը երկու կառույցներին։ Ի պատասխան այս դիրքորոշմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ընդգծել է, որ ԵՄ-ի հետ ինտեգրումը ավտոմատ կերպով ենթադրում է ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության դադարեցում եւ այն բոլոր արտոնությունների կորուստ, որոնք Հայաստանն ստանում է ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նիստի մեկնարկից առաջ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մանրամասնել է, որ նախարար Միրզոյանի հետ հանդիպումը կոնկրետ աջակցության ցուցաբերման համար է։ Հայաստանում ընտրություններն էին, որոնք ավարտվեցին։ Ռուսաստանը մեծ ճնշում էր գործադրում Հայաստանի վրա, որպեսզի վերջիններս փոխեն իրենց ուղղությունը։ Այս հարցով Միրզոյանի հետ քննարկում ենք պարբերաբար, թե ինչպես կարող է Եվրամիությունը աջակցել Հայաստանին, որպեսզի նախընտրած ուղին չփոխվի։ Թեև մեր երկրի արտգործնախարարությունը նիստի օրակարգային կոնկրետ մանրամասների մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, Կալասի դիրքորոշումը վկայում է ԵՄ-ի պատրաստակամության մասին, խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը ի պատասխան առկա անվտանգային մարտահրավերների։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Երևան, Հայաստան ԵՄ գործընկերության առնչվող կոնկրետ քայլերն առաջ մղելու նպատակով։ Այս մասին Armenpress-ի փոխանցմամբ հանձնակատարը գրել է X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ Մարթա Կոսը շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչպես նաև հեշտացնել երկրի առևտրային կապերը ինչպես հարևանների, այնպես էլ Եվրոպայի հետ։ Կառավարության պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 14 միլիարդ 68 միլիոն դոլար։ Այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով նախորդ տարվա նախորդ ժամանակաշրջանի, այսինքն դեկտեմբերի 31-ի համեմատ, այն ավելացել է ընդամենը 11 միլիարդ դրամով։ Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է Աշտ կառավարության պարտքը կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ, որը նախորդ ժամանակաշրջանի համեմատ, այսինքն դեկտեմբերի 31-ի համեմատ ավելացել է ընդամենը 11 միլիարդ դրամով, իսկ դոլարով արտահայտված մեր պարտքը կազմում է 14 միլիարդ 68 միլիոն դոլար։ Կառավարության ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, դիզվառելիքի եւ բենզինի ակցիզային հարկի բարձրացման որոշումը պայմանավորված է բացառապես օրենսդրական կարգավորումներով եւ գնաճի ճշգրտմամբ, այլ ոչ թե հետընտրական շրջանում բյուջեի բացերը լրացնելու միտումով։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով տարիներ առաջ ներկայացված ակցիզային հարկի փոփոխությունների պլանն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, ինչը ենթադրում է նոր պլանի մշակում 2027 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար։ Ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերվում են ընդհանրապես գնաճի ճշգրտումներին։ Այսինքն մենք հիմնական ապրանքատեսակների մասով ճշգրտել ենք 3%-ով բարձրանում է, այսինքն ոչ մի փոփոխություն չի լինում։ Ընդ որում մենք ունենք նվազեցումներ որոշ ապրանքատեսակների մասով, օրինակ մրգօղիների մասով, օրինակ կոնյակի մասով։ Անդրադառնալով այն քննադատությանը, թե նախագիծը պահվել է նախընտրական շրջանում հանրությանը չվրդովեցնելու համար, նախարարը նշել է, որ ցանկացած հարկային բարձրացում պետք է հաստատվի ուժի մեջ մտնելուց առնվազն 6 ամիս առաջ։ Ուստի կառավարությունը նպատակ ունի նախագիծն ընդունել մինչև հուլիսի 1-ը, որպեսզի այն գործի հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Որպեսզի որևէ հարկ բարձրանա կամ փոփոխվի, եթե դա նվազման բան չունի, դա պետք է հաստատվի 6 ամիս առաջ։ Հիմա մենք փորձում ենք դա հաստատել մինչև հուլիսի 1-ը, որպեսզի դա կարողանա ուժի մեջ մտնել հունվարի 1-ից։ Չնայած եթե դա հետո էլ անենք, դա ուժի մեջ կմտնի ընդունումից 6 ամիս հետո։ Այսինքն այդ հաստատումը պայմանավորված է եղել նրանով,
որ մենք նպատակ ունենք դա մինչև հուլիսի 1-ը ընդունել, որպեսզի հունվարի 1-ից դա կարողանա ուժի մեջ մտնել։ Մեր կարգավորումները օրենսդրական այնպիսին են, որ 6 ամիս առաջ մենք պետք է այդպիսի կարգավորումներ ընդունենք։ Наши западные коллеги, и Соединенные Штаты, и европейцы в урегулировании... Եվրոպական երկրների առաջնորդները սխալ են գնահատում իրավիճակը ռազմական գործողությունների գոտում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով եվրոպացիները սխալմամբ կարծում են, թե Ռուսաստանը պարտվում է, իսկ Ուկրաինան հաղթում, եւ այդ հիմքով փորձում են վերջնագրեր ներկայացնել։ Լավրովը այս հաշվարկները անվանել է պատրանքային, նշելով, որ դա հաստատվել է նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանների Ռուսաստանի արտգործնախարարություն կատարած այցի ժամանակ։ Ըստ նրա, դեսպանները նոր ոչինչ չեն բերել, բայց համառորեն փորձում են առաջարկել իրենց ծառայությունները, չցանկանալով դուրս մնալ գործընթացից։ Բացի այդ, Լավրովը հայտնել է, որ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ակնկալում ենք, որ ամերիկյան առաջարկի հիման վրա համաձայնեցված դիրքորոշումը կյանքի կկոչվի, եզրափակել է Լավրովը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին, քանի որ իրենք անկախ եւ ինքնիշխան ազգ են։ Նա նշել է, որ թե բարձր են գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը եւ շնորհակալ են նախագահ Թրամփին, անվտանգության հարցերը պետք է որոշվեն բացառապես հերական պետության շահերի հիման վրա։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հայտարարված հրադադարի ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի գալու հարավային Լիբանանից։ Կացը շեշտել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ վարում են հստակ քաղաքականություն, ըստ որի Իսրայելի պաշտպանական ուժերը առանց որևէ ժամկետի սահմանափակման կմնան Լիբանանի, Սիրիայի եւ Գազայի անվտանգության գոտիներում սահմաններն ու համայնքները ջիհադիստական տարրերից պաշտպանելու համար։ Այդ անվտանգության գոտիները մաքրվելու են տեղական բնակչությունից, իսկ բոլոր վերգետնյա ու ստորգետնյա ահաբեկչական ենթակառուցվածքները, այդ թվում որպես հենակետ ծառայեց սահմանային տները, քանդվելու են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան ռիսկի է դիմում բախվել Վաշինգտոնի հետ նոր առևտրային պատերազմի, եթե չչեղարկի ամերիկյան տեխնոլոգիական հսկաների դեմ սահմանված հարկը։ Թրամփի խոսքով ինքը անձամբ է զգուշացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ այնպիսի ընկերությունների հասույթից, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Meta-ն եւ Apple-ը 3% թվային հարկի պահպանումը կբերի պատասխան քայլերի։ Ես խնդրեցի նրան չհարկել ամերիկյան ընկերությունները, եթե նրանք այնուամենայնիվ անեն դա, ինձ այլ ընտրություն չի մնա, քան 100% մաքսատուրք սահմանել Ֆրանսիայից ներկրվող ամբողջ շամպայնի եւ բոլոր գինիների վրա, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Մակրոնից միայն պահանջվում է չեղարկել այդ հարկը եւ այդ դեպքում նման ճնշում այլևս չի լինի։ Օքսֆեմ միջազգային կազմակերպությունը Ֆրանսիայի Էվիան Լեբեն քաղաքում անցկացվող G7-ի գագաթնաժողովի նախօրեին բողոքի ակցիա է կազմակերպել, օգտագործելով առաջնորդների հսկայական ծաղրանկար դիմանկարները։ Ցուցարարները նրանց պատկերել են մարդու իրավունքներ, կլիմա եւ գենդերային հավասարություն գրություններով լեցուն աղբամանների շուրջ։ Ակցիայի նպատակն է քննադատել հարու ժողովրդավարությունների առաջնորդներին իրենց նախկին խոստումները ձախողելու համար։ Now, before I start on social media, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին մեղադրել են մինչև 16 տարեկանների համար սոցցանցերի արգելքը որպես սեփական քաղաքական ժառանգություն օգտագործելու համար։ Սթարմերը հերքել է դա հայտարարելով, որ որոշումը կայացրել է որպես մտահոգ ծնող, բացառապես երեխաների անվտանգության համար։ Այս քննադատությունը հնչել է վարչապետի հնարավոր պաշտոնակության ֆոնին։ Սպասվում է, որ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնհեմը կհաղթի 5 կայանալիք ընտրություններում եւ կվերադառնա խորհրդարան ու կփորձի փոխարինել Սթարմերին։ Բացի այս Սթարմերի կառավարությանը մեղադրում են երեխաների պաշտպանության քողի տակ տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ չափից ավելի վերահսկողություն սահմանելու եւ խոսքի ազատությունը ճնշելու համար, ինչի մասին հայտարարել է նաեւ Իլոն Մասկը։